Դե ինչ-որ հատվածները արժանի էին ծափարության, բայց հիմնականում չէ, Տիկին Գյուլիան համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրենց ղեկավարի բնորոշմամբ եւ խոստովանությամբ մեջբերում առաջին դասարանում 7 տարի մնացած տգետները եկել են ազգային ժողով հաշվետվություն տալու, թե ինչ են արել 24 թվականին, ինչպես են այդ աշխատանքները մոտեցնում մինչև 26 թվականը կառավարության ծրագրով ԿՊ-ի տված խոստումներին։ Թեև կառավարության անդամներից եւ ոչ մեկը չհակադարձեց այդ բնորոշմանը, չասած, որ ինքը առնվազն տգետ չէ, ես այնուամենայնիվ համաձայն չեմ այդ բնորոշմանը։ Դեռ ավելին, համոզված եմ, որ նախարարներից շատերը ոչ միայն տգետ չեն, այդ շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում, լավ էլ կարողանում են իրենց առջև դրած խնդիրը, երկիրը կործանման տանելու ծրագիր իրականացնելու քայլերը։ Իրենց փոխարեն ես եմ ասում, իրենք այդքան մեծարգո, իրենց տգետ, պարզապես Փարաքարի ու Գյումրիի ընտրություններից հետո համոզվեցին, որ հանրությունն իրենց նկատմամբ ցածր վստահություն ունի, որ ամենաուշը 26 թվականին իրենք այլևս իշխանություն չեն լինելու, ինչպես խմած ժամանակ ասեց Վիլեն Գաբրելյանը։ Հայտնի է, չէ, ճիշտ խոսքը խմածի լեզվի ծայրին է։ Նրանք շատ լավ հասկանում են, որ հեռու չէ պատասխանատվության պահը։ Իհարկե, նախընտրելի է տգետի կարգավիճակը, քան մտածված ծրագրով երկիրը կործանման տանողի կապիտուլյանտի դավաճանի կարգավիճակը։ Խեղճ Հարիֆն ինչ անին, պարզապես փոխվեց խեղճ տգետն ինչ aniով։ Վաղը փորձելու են սրանով երկիրը նման մարտահրավերների առաջ կանգնեցնելու մեղքը գցել ընտրողների, ԿՊ-ի падգամավորների վրա։ Դուք եք ընտրել, դուք եք հաստատել իրենց ամենի որոշում, դուք եք կոճակ սեղմելով կանաչ ճանապարհ բացել իրենց գործողությունների համար։ Չանեիք, մենք տգետ էինք, իսկ դուք մեղավորը դուք եք, ասում են նրանք։ Եվ սա համարում եք տգիտություն, ես չէ։ Սա առաջիկա պատասխանատվությունից խուսափելու հիմքերի ստեղծում է։ Այժմ կոնկրետ ծրագրային խոստումների եւ դրանց կատարման ընթացքի մասին։ Խոսեմ առողջապահության ոլորտից։ 23 թվականի փետրվարի 2-ին կառավարության կողմից հաստատվել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը, համաձայն որի 25 թվականից բոլոր կենսաթոշակառուները արդեն պետք է օգտվեին առողջության համապարփակ ապահովագրության համակարգից 1 տարի անց պարտադիր բոլորը։ Իսկ ինչ ունենք այսօր։ Մեջբերում զեկույցից։ Այդ համակարգի ներդրման նպատակով առողջության համապարփակ ապահովագրության օրենքի, հարակից օրենքների նախագծերի քննարկման աշխատանքներ եւ ընդամենը։ Հաջորդը շաքարային դիաբետի կանխարգելման եւ բուժման ծառայությունների մատուցման բնագավառ։ Ինչ ունենք։ Այսօր բոլոր մարզերում մանկական էնդոկրինոլոգի հաստիքը պարզապես հանվել է։ Մնացել է Գյումրիում միայն 1 բժիշկ, 1 մասնագետ։ Իսկ մարզերի մինչև 18 տարեկան հիվանդները պետք է ամեն ամիս գան Երևան, Մուրացանի դիսպանսեր, որպեսզի անցնեն համապատասխան բժշկական վերահսկողություն եւ ստանան 1 ամսվա համար դեղորայքի իրենց չափաբաժինը։ Ինչու նման կենտրոնացում, ինչու 1 ամսվա չափաբաժին։ Եվ ընդհանրապես գիտեք, թե 1 հիվանդի սպասարկման համար բժիշկ էնդոկրինոլոգը վճարվում է ինչքան, լսեք, 160-ից 220 դրամ։ 18 լրանալուց հետո արդեն հիվանդներին հանում են այդ դիսպանսերից, ուղարկում են իրենց մարզեր, դա տեղը, ասենք Մոսկվայից 160-170 հազար դրամով։ Հարց է առաջանում, ինչ գնային քաղաքականություն է վարվում նախարարության կողմից, եթե գների նման տարբերություն կա։ Միգուցե ճիշտ քաղաքականության դեպքում ավելի մեծ քանակ գնվեր եւ հետեւաբար հիվանդների կողմից դրսից առնելու կարիք չլիներ։ Այժմ կրթության ոլորտ։ Երկար չարչրկված ակադեմիական քաղաք։ Տիկին նախարարն է ստեղծել, բայց նա իրենց խոստումներում գրել է. ստեղծված է ակադեմիական քաղաք մինչև 2030 թվականը։ Եվ իմ այն հարցին, թե արդյոք 30 թվականին կունենանք այդ քաղաքը, պատասխանեց, թե ստեղծված է բառի ստուգաբանությունը լավ չենք հասկացել եւ պետք է ճշտել։ Ես փորձեցի ճշտել եւ մասնագետների կողմից ստացա հետեւյալ հավաստումը։ Այն նշանակում է կատարված, ավարտված գործողություն։ Հետաքրքիր է ինքը ճշտել եւ ինչ պատասխան է ստացել։ Թե նորաձև կրթության համատեքստում այլ ստուգաբանություն կա։ Հիմա էլ շրջանառության մեջ ենք դրել բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը, որով բուհի լիցենզավորման անհրաժեշտ պայման սահմանում ենք ուսանողների սահմանային տեղ
որը չի կարող պակաս լինել 4000-ից։ Սահմանում ենք, որ այդ 4000-ին պետք է համապատասխանեն բուհի բոլոր ենթակառուցվածքները, եւ հետո ավելացնում ենք. բուհին տրված լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե 3 տարի անընդմեջ համալրվում է լիցենզիայով սահմանային տեղի 50%-ից պակասը։ Այսինքն, որպեսզի բուհը գործունեություն ծավալելու լիցենզիա ունենա, պետք է ապահովի 4000-ի ենթակառուցվածք, բայց կարող է գործել 2001 ուսանողով։ Ինչի հաշվին պետք է բուհը այդ ծախսերը անի։ Իհարկե ուսման վարձի ավելացման, դասախոսի աշխատավարձի իջեցման հաշվին։ Որն է այս պահանջի տրամադրությունը։ Չէ՞ որ սրա արդյունքում բուհեր են փակվելու, իսկ մարզերում բոլոր բուհերն են փակվելու, եւ ամենաուշը 3 տարի հետո օրենքի ընդունելուց։ Իսկ իրենք խոստանում են առնվազն 30 իրենց գործընկերն է ասում գերմանացի, որ ակադեմիական քաղաքը կունենանք լավագույն դեպքում 30 տարի հետո։ Միգուցե առաջ սարքենք, հետո քանդենք։ Այժմ նորից 300 դպրոց, 500 մանկապարտեզ, անընդհատ նախարար, պատգամավոր, վարչապետ խոսում են դրա մասին։ Դուք կարդացել եք զեկույցում ինչ է գրված։ Ուղղակի գրված է, մեջբերում հաստատվել է 300 դպրոցի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը։ 21-ից 24 թվականներին շահագործման է հանձնվել 40 դպրոց։ Ընդամենը հաստատվել է 24 թվականի դրությամբ, 24 թվականի ավարտի դրությամբ ցանկը։ Եվ իմ անձնական պատասխանին նախարարը պատասխանել է, որ 25 թվականին մենք եւս կունենանք 65 դպրոց։ 40 + 65-ը շատ հեռու է 300-ից, ընկերներ, հերիք է այդ ծրագրի մասին, այսպես թմկահարեք։ Եվ վերջում նույն բանն է 500 մանկապարտեզի ծրագրում։ Եվ մի բան էլ Տիկին Տիգրանյանն ասեց, որ փորձելով հակադարձել, ասեց, իրենց գյուղում մանկապարտեզ են կառուցել։ Փաստորեն ստացվում է, որ ոչ միայն ցանկի բոլոր գյուղերին եք անդրադառնում, այլ անդրադառնալից էլ ձեր գյուղերին եք անդրադառնում։ Եվ վերջում, մեջբերում Սողոմոն Թեհլերյանից. երբ վախկոտները դառնում են հերոսներ, իսկ հերոսները մոռացվում են, այդ ժամանակ աշխարհում տիրում է անբարոյականությունը։ Մի հերոսացրեք նրան, ով անգամ չգիտի, թե ինչ է հայրենիքը։